մենք Հայաստանում ընդհանրապես ունենք մասնագիտական կադրերի խնդիր, որը բոլոր տեղերում եւ սա արձանագրելու համար պետք է ոչ թե հազարավոր մարդկանց հետ հարցազրույց անենք, այլ ելնենք այն փաստից, որ մեր հանրակրթության համակարգը ըստ էության իրենից ներկայացնում է ավերակներ, ասել է Փաշինյանը։ Հայաստանում պատշաճ կրթություն ապավելու համար պիտանի դպրոցի մատների եւ այլ մատների վրա կարող ենք հաշվել, սա պարզ է։ Երբ որ քո անվտանգության ապահովման թիվ 1 գործիքը բանակն է, ուրեմն դու չունես անվտանգություն, ասել է Նիկոլը։ Բանակը նույնիսկ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ գործիքը պետք է լինի, բանակը պետք է լինի անվտանգության ամենավերջին գործիքը։ Ինչու եմ ես ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որպեսզի ճանաչեմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Մենք հետևողականորեն իրականացնում ենք լեգիտիմության վրա հիմնված անվտանգության ռազմավարությունը, այս ռազմավարությունն է, որ հնարավորություն է դարձնելու խաղաղությունը, եւ մյուսը ՀԱԿ-ն արձանագրում է, որ Ադրբեջանն իր համար նույնքան եղբայրական պետություն է, որքան ՀՀ-ն եւ ՀԱԿ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը անվտանգային միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է Նիկոլը։ Բիսեդկի խոսակցություն։ Այ բիսեդկում որ հավաքվում են, պիվա են խմում, նարդի են խաղում, մեկը կապ չունի ձուկ են ուտում։ Հիմա նախ միտքս ես ավարտեմ Քրիստինեի պահով, ինքը երկրորդ շեշտադրումը, վտանգավոր շեշտադրումը։ Ուզում եմ ասի, որ մեծ հաշվով ենթատեքստով մենք Թուրքիայից Ադրբեջանից վտանգ չունենք։ Իրականում մենք գնահատում ենք, չէ, եւ մեր մասնագիտական, փորձագիտական շրջանակները եւ քաղաքական ուժերը, որ ռեալ վտանգը գալիս է երկու պետությունից։ Իդեպ որոնց հետ մենք առայժմ պատերազմի մեջ ենք, չհայտարարված երկու պետության հետ։ Հիմնավորում եմ, առայժմ Փաշինյանը փորձում է Ադրբեջանի հետ ստորագրել այսպես կոչված խաղաղության պայմանագիր, խաղաղության պայմանագիր ստորագրում են մի պետության հետ, որ այդ պատերազմի մեջ է, իհարկե չհայտարարված։ Եվ երկրորդ 1993 թվականից առայժմ մենք Թուրքիայի հետ գտնվում ենք չհայտարարված պատերազմի մեջ, որտեղ 93 թվականին Թուրքիան Հայաստանի նկատմամբ իրականացրեց պատերազմի մեջ գտնվող պետության քայլ, այն է տնտեսական շրջափակում։ Հիմա մինչ օրը շարունակվում է եւ առայժմ շարունակվում է։ Եվ այսպես, երբ որ ասում է արտաքին սպառնալիքները շատ ցածր են, սա նշանակում է, որ Թուրքիայից Ադրբեջանից մենք խնդրեմ չունենք։ Փոխային ումից ունենք։ Դուք ճիշտ նկատեցիք, որ ժողովրդավարության նկատմամբ սպառնալիքներ կան։ Ժողովրդավարություն նշանակում է ներսում խունտան տապալելու մարդկանց մոտ անհակ ցանկություն կա։ Սա խունտա է։ Եվ խունտայի պարագլուխ Փաշինյան Նիկոլին ուղղակի սա անել դեպի պատմության աղբանոց։ Եվ երկրորդ, այս Քրիստինե Գրիգորյանի այս մտքի մեջ կա երկրորդ թիրախը, դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Հիշեք, Ալեն Սիմոնյան, Փաշինյան Նիկոլ, կարկառուն դեգեներատների խմբեր ունեն, չէ՞, սրանք պաշտոններ զբաղեցնող։ Այս կենթանակերպ մարդիկ ինչ էին ասում են Ռուսաստանը Հայաստանում ուզում է հեղաշրջում հիբրիդային է, հիբրիդային պատերազմ է իրականացնում եւ ուզում է հեղաշրջում։ Նախ Ռուսաստանը ընդհանրապես հեղաշրջումներ չի անում։ Ռուսաստանը եթե իր դեմ ապօրինի քայլեր են անում եւ զինված տանկերով սիրով մտնում է եւ զորահանդես է անում։ Այդպես 1812 թվականին Նապոլեոնը փորձեց, հետո ռուսական հեծելազորը մտավ Փարիզ։ 41-45-ին Հիտլերը փորձեց, հետո ռուսական տանկերը մտան Բերլին եւ մեր պապերը Ռայխստագի ավերակների փլատակների մոտ քոչարի պարեցին։ Ռուսները այդպես են։ Եթե ռուսները փորձեին Հայաստանում հեղաշրջում անել իրենց պոտենցիալով, այս բոլոր խունտայի մասնակիցները, ես չգիտեմ, սրանք որտեղ կհայտնվեին, կամ ընդհանրապես կհայտնվեին, թե չէ։ Ընդհանրապես գոյություն չէին ունենա։ Բայց այստեղ շատ վտանգավոր է, որտեղ այստեղ թիրախը սպառնալիքների ավելացումը Քրիստինե Գրիգորյանի կանտորան, որ ինքը ղեկավարում է։ Ինձ հետաքրքիր է, դրա տեղակալներից մի քանիսը մասնագետ են։ Օրինակ էսի հիմար որ խոսում է, այս մասնագետ տեղակալները ինչ են ասում։ Հա? Չհետաքրքիր է, էլի, այսինքն հիմար ղեկավար ունենալ, տխմար բաներ դուրս տալու համար։ Վերադասի հիմարությունները տեղակալները սկսում են, թե տեղակալներից մեկը իրանց թիմից նախկին հաշվապահը։ Երևի այսպես էլ Բոշյան Ազգանով, եթե չեմ սխալվում։ Լավ, ինչևէ։ Հիմա գանք ձեր ասածը բանակի հետ կապված, Հայաստանը գտնվում է պատերազմի մեջ։ Հայաստանի անվտանգության դոկտրինի մեջ որպես երկրորդ կետ։ Ուրեմն ռազմական սպառնալիքների զսպումն է եւ չեզոքացումը։ Դա այն ժամանակ, երբ որ նկատեցիք ոչ մի խոսք Արցախի մասին։
Ոչ մի խոսք։ Դե չկա Արցախ Ոչ գոյություն։ մի խոսք Հայաստանի զավթված տարածքների մասին, որտեղ Ալիևն ընդեղից ասել է կմոռանաք, էլ վերադարձի մասին խոսք չկա։ Օրինակ ես հիշեցնեմ նույն Փաշինյան Նիկոլը, սա գիտեք ինչ տիպաժի մարդ է, որը ժանիքա ցույց տալիս ցանկացածին, իհարկե adekvat հաշվի չառնելով դիմացինի ուժը, բլեֆ է մտնում, բայց որ պահին մի հատ բամփում են, մի հատ ապտակում են, մի հատ թքում են վրեն, մի հատ թքում են վրեն, եթե ուրիշ բան չեն անում։ Այդ ժամանակ ինքը սկսում է այդ բամփողին, թքողին ոտքերը լիզել, կոշիկները լիզել, ասել շեֆ ջան, ոնց ասես, չեմ հիշեցնում։ Հիշեցնում եմ 2020 թիվ հունիս ամիս Իջևանի հայտնի դեպքերը, երկու մարտական հենակետ հայկական կողմը վերցրեց, մեկը ընդ որում անձնակազմել չկար։ Նիկոլին ինչ արեց, Նիկոլին թված, ես միտեղ ասել եմ եւ կրկնում եմ, Նիկոլին թված, որ 20 թվականի հունիսին Իջևանի տարածքում 1-2 օր տևած ռազմական բախումը Կուրսկի ճակատամարտն է։ Ինքն էլ է ճակատամարտի հերոսն է։ Ամենակիչը։ Հələ Ստալինգրադ չեմ ասում, բայց ենթագիտակցորեն մտածում էր, որ ինքը կարող է Ժուկովի փոշին էլ վերեն դրել։ Սկսում էր աչուձախ մարտական խաչեր հերոսի կոչում։ Սա Նիկոլն է։ Ես խնդրում եմ, մի ասեք, որ իրան թվում էր։ Ին միջև հիմա էլ է իրան թվում։ Հələ հայտարարություններ են լսեք, անցենք առաջ։ Ինչևէ, ինչի համար եմ սա ասում։ Սա այն Նիկոլն էր, որ ասում էր մենք տարածաշրջան նույն 20 թվականին, մինչև 44 օրյան նախկիներից ժառանգել ենք տարածաշրջանում ամենահզոր բանակը ու կենացել գնում։ Դա ասում էր տղեկ լից։ Հիմա պարզում է, որ սա ընդհանրապես այդ թեմայով դի չխոսա եւ մեր երկրի անվտանգության ռազմավարության դոկտրինի մեջ երկրորդ կետը ռազմական սպառնալիքների զսպում նորից եմ ասում եւ չեզոքացում, բայց այն ժամանակ, երբ որ երկրի հետ պատերազմի մեջ չի, երբ որ երկրի հետ պատերազմի մեջ է, մենք երկու պետության հետ պատերազմի մեջ ենք չհայտարարված, այդ երկրորդ կետը դառնում է առաջնային։ Այսինքն ռազմական հակառակորդի ռազմական ագրեսիան զսպելը չեզոքացնելը դառնում է թիվ 1 խնդիրը։ Իսկ դրա թիվ 1 գործիքով է Նիկոլը ասում է բանակը, գլուխը պատողն է տալիս։ Սույն հերթական անգամ անգրագետ է, բանակը չի, զինված ուժերն են։ Սրա համար բանակ ու զինված ուժերը նույնն են։ Զինված ուժերի մեջ բանակը եւս կարևորագույն դերակատարում ունի, որտեղ կան նաեւ այլ պետական կառույցներ, որոնց ստորաբաժանումները կատարում են հակառակորդի հարձակումը զսպելու կանխարգելելու նույն գործառույթը, ինչ որ բանակ, այդ Նիկոլը չգիտի։ Եվ հետեւաբար, երբ որ սա ասում է, որ բանակը վերջին գործիքն է, իդեպ, գիտեք ինչի համար է ասում։ Այսինքն ինքը կարող է ներառալ նաեւ վիբրատորով սեռական հաճույք ստացող անձանց իրավունքների պաշտպանությունը դասակարգի, որ Հայաստանի Հանրապետության անվտանգային կարևոր բաղադրիչ, դրանց իրավունքների պաշտպանության համար եւ քարոզչության համար բյուջեից հսկական գումարներ հատկացնի, նոր հետո հաջորդ քայլով մտածի, իսկ բանակի ֆինանսավորումը ինչպես ապահովենք։ Օրինակ, կամ տրանսգենդերների իրավունքը։ Այս մարդիկ ամեն ինչ մտցնելու են, բանակը ամենավերջում, ընդհանրապես բանակ պետք չի։ Վստահաբար եմ ասում, մարդ, որը իր կուսակցությունից, իր ամենամոտ մարդկանցից մեկը առանց իր գիտության նման բան չէր լինի։ Հայկ Սարգսյան իրավական ակտ ամծնում, որտեղ պատերազմող երկրում բանակից ժամկետային զինծառայող կարող է գումարով ազատվել։ Դա շիշ բռնողն է։ Սա վստահաբար Նիկոլը իմացել է։ Վստահաբար սա իմացել է։ Այդ են բանը փողեր ցպնող։ Ուրեմն սա ինչի համար է արվում։ Սա իրականում բանակը լուծարելու համար է անում։ Ոնց կարող է, օրինակ պատերազմող երկրում նման առաջարկանողին ուղակի ռազմական տրիբունալը դատավճիռը կանգնացնում էր, բանը կայացնում էր, պատի տակ ուղակի գնդակահարում էր։ Ոչ ավել ու ոչ պակաս։ Բանակի կազմալուծման ուղված կոնկրետ քայլ առաջարկ անելու համար։ Հետո տեսան, որ սա չանցավ, իսկապես չանցավ, որտեղ դիմադրությունը շատ մեծ էր եւ քարոզչական դաշտում իրենք ստեղ պարտվեցին։ Հիմա բանակում ծառայությունը ժամկետային զինծառայողները 6 ամսով կրճատում են։ Ձեզ հավատացած ասեմ, եթե այս տեմպերով սրա դեմ դիմադրություն չլինի, ուրեմն հերթական թե արտահերթ ընտրությունների շեմիստան գիտես ինչ են ասելու։ Բանակ պետք չի ծառայել։ Չէ, ասել են ժամկետային զինծառայողներ էլ զորակոց չի լինելու ժողովուրդ ջան։ Պայմանագրայիններն են գնալու։ Հիմա պայմանագրայինների մասին ես մի երկու գնահատական եմ ուզում տալ։ Երբ ծնվեց պայմանագրային ծառայությունը 90-ականների վերջին առաջին ստորաբաժանումները ստեղծվել այն կորպուսում, որտեղ ես կորպուսի փոխհրամանատար էի։ Ինչու ստեղծվեց պայմանագրային ծառայություն։ Որտեղ ժամկետային զինծառայողների
թվականակը չէր բավականացնում Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկակով անձնակազմի կողմից մարտական խնդիր կատարելու։ Ինչպես ընտրվեց պայմանագրայինները, դրանք հիմնականում սահմանամերձ բնակավայրի այն բնակիչներն են, որոնք ունեին մարտական գործողությունների փորձ եւ զինվորական մասնագիտություն։ Առաջին ստորաբաժանները դասակ, վաշտ, հետո գումարտակներ ստեղծել են 3-րդ բանակային կորպուսում։ Դրա համար է ստեղծվել։ Մեկ երկրորդ այդ անձանց մոտիվացիան շատ բարձր է, որտեղ իրենք ոչ միայն 15 օր ծառայելով սահմանում իրենց հայրենիքն են պահում, այլև թիկունքում իրենց տունը։ Այսինքն շատ բարձր մոտիվացիա կար։ Ուրեմն պայմանագրային ծառայությունը ունի նաև այլ մոտիվացիա, նյութական։ Օրինակ, մարդը գնում է պայմանագրային ծառայության, որտեղ կա սոցիալական փաթեթ, իր եւ իր ընտանիքների համար այն է բարձր աշխատավարձ, թեև նախկինում պիտի լիներ դրամական բավարարում, հետո իր համար արտոնություններ, առողջապահական ընտանիքի անդամների համար կրթական եւ բնակարանային։ Դուք մեկ անգամ լսել եք սոցիալական փաթեթի մասին պայմանագրային զինծառայողներ չկա։ Բա մարդը ինչու պիտի գնա պայմանագրային ծառայության, առավել է սահմանում կանգնած պայմանագրային զինծառայողը նույն կոչումով, նույն հաստիկով եւ Երևանի փողոցներում առողջից իրիկուն քարշ գալացող ոստիկանները 2-3 անգամ գումար ավելի շատ են ստանում, քան սահմանում կանգնած մարդը, որտեղ կյանք է վտանգում։ Բնականաբար վաղը չեմիսորը պայմանագրային ծառայության մարդիկ չեն գնալու, Նիկոլ ինչ ասելու։ Ժողովուրդ ջան, հիմա ես եմ մեղավոր։ Ես ուզեցա պայմանագրային բանակ, պրոֆեսիոնալ բանակ ստեղծել, որ այդպիսի բան չկա, բոլոր բանակները 3 տեսակ ստեղծող, 3-ն է պրոֆեսիոնալ են, հիմարություններ են դուրս տալիս։ Եվ հետո տեսեք, դուք չեք ուզում հայնիկը պաշտպանել, եթե չեք ուզում Ադրբեջանը ինչ պարտադրելու է, նա էլ ընդունելու են։ Բա ինչ թողենք Երևան գան։ Նիկոլն էլ վերջում ասելու են, քո հարազատներիդ կույս աղջիկները, որոնք գործի ամուսնանան, ամուսնության առաջին իրավունքը գիշերը տվեք մեզ։ Իդեպ սա ընդունված է թուրքական աշխարհում։ Ավելին ասեմ, բրիտանական աշխարհում ընդունված եղել։ Բրիտանիան երբ որ ժամանակին իռլանդացիների նման պայմաններ, Իռլանդիայում մեծ ապստամբություն եղավ, հայտնի ֆիլմեր կան դրա վերաբերյալ, բայց դա պատմական հիմք ունի։ Նույն մոնղոլ թաթարները, երբ որ Ռուսաստանի շատ տարածքները նվաճել էին, իրենց սեռական հաճույքները ստանալու համար ռուս կանանցից արգելել են ներքնաշուլ հագնել, որ ժամանակ չկորցնեն, ձիու ճիշտեն, հարաբերություն ունենան ու գնան։ Որ կինը ներքնաշուլ ուներ, այդ կանանց սպանում էին։ Օրենքով։ Հիմա թուրքերն սրանց են ասելու, ոչ մի տարբերություն։ Բանակ չունես, օրինակ ինձ հետաքրքիր է, եթե դու բանակ չունես, թուրքերը գալիս մտնում են քո երկիրը պատրվակով։ Ու լավ են անում, ճիշտ են անում։ Եվ այտենց է գտնում որ ճիշտ է։ Ինչ հետաքրքիր է, քաղ պայմանագրի կարկառու ներկայացուցիչներն են դիմադրելու այդ ագրեսիային։ Օրինակ պատկերացնում եք Օթուժինգ փոխարինի Արադ Միրզոյանը իր ուռողների բանակով։ Սենց ուռում են, բարձրանում են երկին, վերևից սկսում են ռմբակոծել, հրթիռակոծել հակառակորդի, ուրեմն բանը, բոլոր կայանքները։ Հետևակի դեմ, իդեպ պայքարում է առաջնորդությամբ Ալեն Սիմոնյանը։ Իր նման պղծվածների բոլորի ձեռը վիբրատորներն գնում են ավտոմատների դեմ կռիվ տալու։ Նիկոլ Փաշինյանն էլ հրապարակավ սկսում է կոչ անել Ալևին, որ դու շատ սխալ ես, որ դա սա քո վերջն է, հեսա Տրամփ ձածանակաշները ձգելա զորքեր շտապ հետ քաշի։ Ալևն էլ վախից տակը միզում է, պամպերսի մեջ զորքերով փախնում է։ Այսինքն էլ մենք հաղթանակ ենք տանելու։ Մենք ծիծաղում ենք, բայց տարածաշրջանը մեծ պայթյունի մեջ է։ Օրերս 3 օր առաջ Կասպից ծովում մի ծով իդեպ ասեմ ձեզ, որտեղ ՆԱՏՕ-ն գոյություն չունի։ Հիմա հետաքրքիր փաստ ենք։ Կասպից ծովի առափնյա պետությունները թվարկում են Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ղազախստան, Թուրքմենիա եւ Ադրբեջան։ Հիմա հարց. Կասպից ծովում ռուսական նավերը 15 նավ զինված նորագույն ժամանակակից զինատեսակներով, այդ թվում նաև կալիբր տիպի հրթիռներով։ Ընդ որում, այդ նույն Կասպից ծովից ռուսական նավերի ժամանակին կալիբրները հարվածում են Սիրիայում ահաբեկիչներին, դուք հեռավորությունը պատկերացրեք։ Հիմա հարց եմ տալիս, այդ 15 նավը Կասպից ծովում մարտական հրաձգությամբ ինչ զորավարություն է անցկացնում եւ ում դեմ։ Ով այդ թիրախը։ Իրանը, վստահաբար ոչ։ Իրանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկեր երկրներ ունեն միմյանց միջև կնքված պայմանագիր համապարփակ ռազմավարական գործընկերության։ Ճիշտ է։ Ղազախստանն է Ռուսաստանի թշնամի, ոչ։ Թուրքմենստանն է, ոչ։ Բա ով է։ Բարձում է Ադրբեջանն է։ Այսինքն Ադրբեջանը դուք պատկերացրեք, հիմա ատամա կրճտացնում մի կողմից Ռուսաստանի վրա, որտեղ
տասնյակ հազարներով բերել են լցեն այդ երկիր։ Հայաստանում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքում։ Սրա մասին տարիներ խոսում եմ ես։ Վաղ ջմիսօրը այդ միջանցքը առաջին հերթին եւ հիմնականում աշխատելու է որպես զին անձնակազմի եւ տեխնիկայի տեղափոխման տարածք առանց Հայաստանի պատկան կառույցների հսկողությամբ։ Եվ այդ զորքը, որ գալիս է Ադրբեջան, դուք պատկացեք, Ալիևին հիմա դրթել են, բրթել են, դա էական չի։ Ալիևը համաձայնություն տվել է Ռուսաստանի եւ Իրանի դեմ ատոմ կրճտացնելու։ Բայց ձեռի հետ Հայաստան չի մտնի։ Ինչ հետաքրքիր էլի։ Ռուսների դեմ պատերազմ անող, Իրանի դեմ պատերազմ անող պետությունը, որը Հայաստանի Հանրապետությունը ամբողջովին ճանաչում է իր պատմական հայրենիք, չի մտնի ստեղ։ Նորից եմ ասում, Ալեն Սիմոնյանը, Արադ Միրզոյանը եւ Նիկոլ Փաշինյանը դիմագրավելու են Ադրբեջանի ագրեսիային։ Հենց այսպես։ Այդ գործիքներով։ Հա, այդ գործիքները, որ ես ասի։ Մեկը մարիխուանան է, մյուսը վիբրատորը, երրորդը դատարկախոսությունը, միկրոֆոնը։ Բայց խոսելուց եւ կռվելուց առաջ իրանք մտնելու են Բաղնիկ եւ Վարշավի մոտ, հետո նոր գնան թուրքերի մոտ, որտեղ փնթի վիճակով իրանք չեն ընդունում։ Հիմա այս իրականության մեջ Քրիստինե Գրիգորյան ասում է, սպառնալիքները դե շատ ցածր իջեցել են։ Դա ակնհայտ է, չէ՞ ինչի համար է։ Եթե սանը գումարենք մարդկանց վտանգի զգացողությունը բթացնելու, ընդհանրապես որ մենք կռվի մեջ չենք։ Ինչ թվում է մեկ-մեկ Սրանք մտածում են, որ հայ ժողովուրդը 2.5 միլիոն մարդ ուռած վիճակում է։ Ուրեմն Հրազդանում ամսի 13-ին սեպտեմբեր իրականացնում են պետական մակարդակով ֆեստիվալ կոչվածը Հարութ Փամբուչյան լավ երգիչ է, չէ՞։ Բայց իրաց ուռող ընկերներից է, չէ, նրանք հիմա չեն ուռում, նրանք դեղի վրա են։ Կամ էլ բան են, կոկայն են օգտագործում, էլիտար թմրամոլները կոկայն են օգտագործում։ Բերել են համերգի 224 հայ Հայաստանի քաղաքացի զոհվեցին, որոնցից 6-ը կին, որոնք գլխատվեցին ամենաայլանդակ ձևով, տեսան մեկ տեսել ենք։ 500-ից ավել վիրավորներ, 20 գերի, որից 17-ին հետ տվեցին, 3-ին պահեցին, 3 սպա պահել են։ Եվ այս ֆոնի վրա անում են Հրազդան քաղաքում քեֆ ուրախություն։ Ոնց եք սա նայում։ Այդ նույնն է ոնց որ մի տան մեջ դիակա դրած ծնողի մի զավակը մյուս սենյակում այդ նույն ծնողը իր մյուս զավակի հարսանիքն անում կամ ծնունդը։ Իհարկե ծնողին ասեն դու գիժ ես։ Սենց բան չի կարելի, բայց Փաշինյան Նիկոլի համար ամեն ինչ կարելի է։ Եվ հետեւաբար ես հիմա այս առումով ուզում եմ հաջորդ մեջբերումը անել նույն Ալեն Սիմոնյանի այս նախկին պորնոաստղը ինչ է ասում 30 տարի բանակցեցին ու 30 տարվա ընթացքում ավելի շատ էր մարդ մահանում ամեն տարի քան 2020 թվականից հետո ընկած ժամանակահատվածում այսինքն 224 հոգին որ միայն 1.5 օրում են զոհվել էսի հետ հələ ես չեմ ասում են 16 հոգի վարվողները վթարներից զոհվածները, ինքնասպանություն գործածները, ինքնախեղում արածները, հակառակորդի դիպուկարի գնդակից զոհվածները, այս մարդիկ ստախոս են, պարզ ստախոս։ Հասկանում եք։ Եվ սա ասում է 2020-ից հետո ոչ մի բան չի եղել։ Ես հիշում եմ Փաշինյան Նիկոլ 2021-ի մարտի 16-ին ինչ էր երգում։ Մասնավորապես բանի հետ կապված 44 օրային զոհված տղերքի։ Փորձեմ բառացի հիշել։ Ասում է Ալիևը մեր տղերքը հանուն ինչի են զոհվել։ Ասում է մեր տղերքը զոհվել են հանուն նրա, որ Ալիևը ասի ուրեմն Ղարաբաղ, իսկ այդ տղերքը մեզ իրավունք ու հնարավորություն են տալիս, որ մենք ասենք Արցախ Ղարաբաղը կա, չէ հիմա կարդա, գտա։ Եվ ես ուզում եմ ասել, որ շատ կլինեն հարցեր, որ թե մեր տղերքը ինչի համար զոհվեցին։ Ժողովուրդ, ես ուզում եմ շատ կոնկրետ պատասխանել այս հարցին։ Մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, երբ որ այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարող ենք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ։ Փաշինյան Նիկոլ 21 թիվ։ Եվ հիմա Փաշինյան Նիկոլը Արցախ բառը վախում ասի, դրոշը հանելա, Մասիսարը հանելա։ Եվ մեր ժողովուրդը հավատում է Նիկոլին։ Հիմա նորից եմ ասում,
Հարգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, այս մարդը երկիրը տանում է տոտալ նվիրման Ադրբեջանի Թուրքիային։ Մեր տարածաշրջանը պայթելու է շուտով։ Նորից եմ ինձ համար ցուցիչ է, եթե Իրանը զորավարություն աներ, ես կհասկանայի։ Բայց եթե Ռուսաստանը Կասպից ծովում է զորավարություն անում, սա նշանակում է, որ հավաքական արևմուտքը իդեմս Բրիտանիայի, ինչու՞ չէ նաև Միացյալ Նահանգների խնդիր ունի մտնել Կասպից ծով, զինական առումով, ինչպես մտնել, եւ ինչ խանգարող գործոններ կան մինչեւ մտնելը։ Առաջին խանգարող գործոնը 102 բազան Հայաստանում։ Այս սա կապիկությունների իմաստը վերջին հաշվով նաև 102 բազան հանելն է։ Հետո Հայաստանը փաթեթով տրվում է Ադրբեջանին, հետո սահմանից դուրս են գալիս ռուս սահմանապահները հայ-թուրքական, հետո Թուրքիան ասում է հարգելի Նիկոլ, հարգելի չի ասում։ Մտքի մեջ երևի ասում է սուկա, հիմա ուշադիր լսի։ Հայ-թուրքական սահման գոյություն չունի։ Էսի ռուս-թուրքական սահմանն է, որը կար սովետական միություն Թուրքիայի սահման որպես։ Հիմա հայ-թուրքական սահմանի համար անում են դելիմիտացիա, դեմարկացիա։ Ինչ պայմանագրով։ 1920 թիվ դեկտեմբեր 2 Ալեքսանդրապոլի պայմանագիր։ Թուրքիան սենց ասելու, բա ոնց 10,000 քառակուսի կիլոմետր։ Ալևը կողքից ճղելով ասելով շեֆ, այն 10,000-ը իմն է։ 30-ը դու վերցի, 10-ը իմն է։ Ես պիտի լինեմ ստեղ։ Սելի ժողովուրդ էս է պատրաստում։ Ես այս ամեն ինչը սկզբունքորեն ուրեմն խրախճանք ժանտախտի ժամանակ։ Ես ուրիշ բան չեմ ասում։ Նույն բանը ժամանակին ասում ենք Արցախում մեր քույրերին, եղբայրներին, Արցախի ղեկավարությանը, հա։ Ես այնքան եմ ասել, ես էլ եմ հոգնել։ Գնում էի Արցախ, նույնիսկ 44 օրից հետո։ Ասում էի ուժով եմ վերցնելու ժողովուրդ։ Կամ դուրս եկեք լրիվ, քանի միջանցքը կա, ռուսները կան։ Ինչ ունեք, չունեք, մի քանի ամիս վերցեք, ինձից նեղանում էին։ Մարդիկ հələ խիստ բառեր էին ասում։ Էսի միջով շրջափակումը 22 թիվ նոյեմբեր ամիսը, նոյեմբերի վերջին եմ դուրս եկել 30-ին, դեկտեմբեր 2-ին առաջին շրջափակում եղավ։ Ասում եք կամ դուրս եկեք, կամ պատրաստվեք պատերազմի, ժողովուրդ, Ալիևը պատերազմ անելու։ Արեց շրջափակում 10 ամիս շրջափակում աշխատացեց, հետո հարձակվեց։ Ժողովուրդն էլ հոգեբանորեն պատրաստ չէր, ինչու չկռվեցին։ Հրամկազմը քաղաքական ղեկավարությունը ժողովուրդը հոգեբանորեն չկռվեցին, զոհվեցին, պահեցին։ Փառք ու հիշատակ այն տղաներին, ովքեր զոհվեցին, որ մյուսները կարողանան դյուրին կերպով դուրս գալ։ Բայց այդ կռիվը դուրս գալու կռիվ էր։ Պաշտպանվել, զոհվել փոքր մասը, որ մեծ մասը դուրս գա։ Նույնը ստեղ ալնելու։ Օրինակ ինձ հետաքրքիր ասենք, այդ ժամանակ այդ փախուստի, կորուստի, խուճապի ժամանակ մեր ժողովուրդը ինչ ասելու։ Իհարկե ձեռդ կասեն, արա մեկը կարելի ասում էր, առավոտից իրիկուն ասում էր ժողովուրդ պատրաստվեք կռվի։ Ինձ մեկ ասում են, օրինակ Նահապետյան ասում ես, որ երասխից կարող է տանկային ճեղքում լինի, այո, նորից եմ կրկնում։ Այն Ջերմուկից, Սիսյանից, Իշխանասարից, այդ բոլորը բլեֆ է։ Հիմնական հարվածային ուղղությունը երասխից է, տանկերով Երևան։ Ինձ ասում են, բա ինչ անենք, անգամ այդ դեպքում լուծում կա, ասում կա։ Չեմ ասում ինչ լուծում, ճանապարհին, բայց կա։ Նույնիսկ այս իշխանություններով, բայց ավելին ասեմ, այդ տանկային ճեղքումը, որ եկավ այստեղ, հետը թող մի քանի հազար հետևակ լինի, որոնք պիտի մտնեն բանկեր, մտնեն առանձնատներ, թալան, բռնաբարություն, մորթել, խրախճանք եւ այլն։ Հարգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, զինվեք եւ շատ մի վարքան չէ, մարդը կարա, ես օրինական, մի վարքան Անժելա, օրինական կարող եք զինվել։ Գնեք շատ փամփուշտ, ամենայն լրջությամբ եմ ասում, պատկերացեք մի Երևանում օրինակ առնվազն 150-ից 200,000 մարդ ապրում, ընտանիք, բնակարան, այդքան, պատկերացեք 200,000 բնականից կրակոց, Հայաստան մտնում է մի քանի հազար հետևակ է մտնելու, ավել չէ, եթե ճեղքում եղավ, հո 100,000 չէ, մեր այդքան զորքեր չկա, մի քանի հազար դի մտնեն, որ այլանդակություն անեն, ես օրինակ եմ բերում, 150,000 բնակարանից կրակոց, Ինչ է կարծում, այդ մի քանի հազար թուրքի հարցը չի լուծվելու, վստահաբար լուծվել է, նույնիսկ այս բարդակի պայմաններում։ Զինվեք ժողովուրդ։